Հիմա որ սրահում ենք մենք գտնվում ենք տեղական ինքնակառավարման սրահում, որտեղ ներկայացնում ենք Ալեքսանդրապոլի հետ կապված ամեն մի առանձնահատկություն կառավարման, կենցաղարման հետ բոլոր փաստաթղթերը այստեղ ցուցադրում մեր այցելուներին։ Մասնավորապես էքսպոզիցիայի սկզբում գերբն է, այսինքն զինանշան Ալեքսանդրապոլի, որը նաև Ցիտողցոստանն է ցուցադրվում։ Մահիկը եւ խաչը խորհրդանշել են Արևմտյան եւ Արևելյան Հայաստանի հայ ազգաբնակչության մասիսն է, որի վրա իջել է Նոյան տաբանը, Սուրբ Գևորգը, որը խոցում է օձին։ 1892 թվականին Ցարական Ռուսաստանում տեղի են ունենում հակաբարենորոգումներ, կոնտրռեֆորմաները, եւ այս հակաբարենորոգումները Ալեքսանդրապոլի համար խիստ կարևոր է, ինչու, որովհետև 30-ից ավել 30,000-ից ավել ազգաբնակչություն ունեցող քաղաքներին հնարավորություն տրվեց ընտրել տեղական ինքնակառավարում։ Տեղական ինքնակառավարման ընտրությունների առաջին հայտարարությունն է ռուսերեն եւ առաջին ընտրությունները տեղի ունեցան 1896 թվականին, որտեղ ընտրվեց քաղաքային դուման։ Քաղաքային դումայի անդամներից երկրորդ փուլով արդեն ընտրվում էր քաղաքագլուխը։ Մինչ այս կոնտրռեֆորմաները քաղաքը կառավարվում էր Գրադաначальնիկի, այսինքն քաղաքապետի, քաղաքապետի ջանքերով, որին նշանակում էր ուեզնի начальник, այսինքն գավառապետը, այո։ Եվ առաջին ընտրություններում փաստորեն իրենց տեխնokraությունը դրեցին Գեղամ Տեր-Պետրոսյանը եւ գեներալ Պրասկովնյակը։ Բնականաբար գեներալ Պրասկովնյակը շատ կարևոր գործունեություն ուներ կատարած Ալեքսանդրապոլցիների համար, նա նաեւ քաղաքային դումայի անդամ էր, բայց ընտրվեց ազգությամբ հայ Գեղամ Տեր-Պետրոսյանը։ Գեղամ Տեր-Պետրոսյանի ընտրությունը այնքանով էր կարևոր, որ շատ կարևոր գործունեություն սկսեց ծավալվել քաղաքում եւ Ջավահեր Տրամյանը Օժիտի շենքը իր հետ օժիտ տարավ եւ սկսեց օգտագործվել որպես քաղաքապետարանի ոչ ֆորմալ շենք, նույնիսկ թերթերից ինֆորմացիա ունենք, որ նրանք նաեւ վարչականությամբ են տվել հետագա քաղաքագլուխների օրոք նույն շենքը ծառայել է որպես քաղաքապետարան եւ տրվել է վարչով։ Ինչ վերաբերվում է այդ քաղաքային դումայում ընտրություններին, ապա դա կատարվել է սև եւ սպիտակ ֆիշկաններով, հա, եւ հետագայում այդ քարերը հաշվել են եւ բարձրացել է, որ սպիտակ քարերը Գեղամ Տեր-Պետրոսյանի ցայները սպիտակ քարերը ավելի շատ են եղել, սևերն են քիչ եղել, իսկ գեներալ Պրասկովնյակովինը հակառակն է եղել, սև քարերը շատ են եղել, սպիտակը քիչ, ուստի եւ քաղաքային դումայի այսպես նախագահ քաղաքագլուխ ընտրվել է Գեղամ Տեր-Պետրոսյանը եւ կառավարել է երկու դարաշրջան 4 կամ 5 տարիներով, նայած պատմությունը ինչպես է դառնալիս փոխանցում, երկրորդ քաղաքագլուխը եղել է Հովսեփ Տիգրանյանն է, Հովսեփ Տիգրանյանը նշանավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի եղբայրն է, նույնպես շատ հետաքրքիր պատմություն կա կապված Յոսիֆ Հովսեփ Տիգրանյանի հետ, երկու դարաշրջանում կառավարել, երկրորդ ընտրաշրջանի վերջի տարում տարել են Երևանի քաղաքագլխի ՇՊ ժամանակավոր պաշտոնակատար, բայց ինքը չի ընտրվել։ Այդ ընթացքում մի տարի Ալեքսանդրապոլի քաղաքագլխի ՇՊ ժամանակավոր պաշտոնակատարը եղել Գեղամ Կամսարականը։ Այս առաջին 3 քաղաքագլուխները կառավարել են ամենը երկուական ընտրաշրջանով։ Հետաքրքիրն այն է, որ 1901 թվականին Գեղամ Տեր-Պետրոսյանի օրոք դիմել են գերբը փոխելու առաջարկով եւ այս գերբն են առաջարկել, սա էսքիզն է նոր գերբի, սակայն բնականաբար հրանոթը, որը նայում էր դեպի Արևմտյան Հայաստանը, բերում է նրան, որ Սանկտ Պետերբուրգում մերժում են գերբը։ Եվ բայց այդ ընթացքում միջև այդ փաստորեն նամակագրությունը կազմակերպվում էր, ամբողջ Գարացկայա դուման, հա, փաստորեն քաղաքային դուման կարողանում է գերբի ֆոնին մի անգամ լուսանկարվել։ Եվ չնայած զինանշանը անվավել էր, բայց իրենք այս զինանշանի հիմնագույնի վրա մի անգամ հասցրել էին լուսանկարվել։ Ընտրելու իրավունքը սահմանափակված էր։ Ովքեր ունեին ընտրելու իրավունք։
Ընտրական իրավունքը բավական հետաքրքիր ձևով էր կարգավորվում հենց այդ նույն հակառեֆորմների սկզբունքներից ելնելով առնվազն 1000 ռուբլի ժառանգություն պետք է ունենար քույք, որովհետեւ թույլ տային, որովհետեւ մասնակցեր տվյալ բնակիչը ընտրություններին։ Ուստի եւ պիտի ձեր ուշադրությունը դարձնել Նիկոլայ Սվադեիչ Սիգրանը այս նամակում բնականաբար 7 տարեկանում կոմպոզիտորը կուրացել էր, լավ չէր կարողանում գրել, բայց այստեղ մի հատ դիմում է, որով ինքը դիմում է քաղաքային դումային, թե ախր հեչ պարտք ու տալիք չունեն, վերականգնեք անունս ցուցակներում։ Այսինքն ընտրելու իրավունքից զրկել են ընտրական իրավունքից, ուստի նամակ է գրվել եւ ստորագրել է, որ պատմում է, որ ասենք որպես Բարդաջանաչ Ալեքսանդրապոլի քաղաքացի թիրացում չունի, բոլոր հարգերը վճարել է, բայց հանկարծ ընտրացուցակից դուրս է մնացել։ Դե ենթադրվում է, որ մոտ 6-ից 7 տասնյակ են եղել ընտրողներ Ալեքսանդրապոլում գույքային ցենզից ելնելով, բնականաբար երևի թե եթե զուգարներ անցկացնենք 30-ից 40 հազար բնակչություն ունեցող մյուս մանր եւ միջին քաղաքներում էլ էլի ընտրական այդ կոնտինգենտը պետք է 6-ից 7 հարյուրյակի մեջ տատանվեր։ Այսինքն ստացվում է արհեստավորներն էին, հա, նրանք ովքեր 1000 ռուբլի ունեին գույք 1000 ռուբլու ունևոր մասսան է եղել։ Ահա, եւ այստեղ ունենք ընտրացուցակները, տեսեք, դիմացը գրված է, ինչքան գույք ունի, օրինակ 23000 ռուբլի, աբոևներն են դրանք։ Աբոևները գիտեք, չէ՞, մեր մանկության տանգոյի այդ վարել մարեմի հենց պատշգամբը որ կա, այդ փաստորեն պատշգամբի կառուցողները, այդ տան կառուցողները աբովյանցներն են եւ այս ընտանիքի մասին է խոսքը գնում։ Հաջորդը Ավակյանցները, Ավրամովները, այով է սկսվում, այս առաջին ցուցակի հենց առաջիններն է, բնականաբար բոլոր այով ունևորները այս փաստորեն ցանկում իրենց ունեցվածքով ներկա են։ Իսկ կանայք ընտրելու իրավունք ունեին։ Կանայք ընտրելու իրավունք Ալեքսանդրապոլում ունեին, միայն եթե 1000 ռուբլի ունեցվածք ունեին, սակայն նրանք այսպես երկրորդական ձևով էին ընտրում կոսվեննայ պրավա, հա, ռուսերեն ասեմ բառը, երկրորդական իրավունքով էին ընտրում, նրանց փոխարեն ընտրում էին իրենց մոտ կանգնած տղամարդիկ, դա կարող է լիներ որդին, կարող է լիներ եղբայրը, եթե կին ամուսնացած չէր, կամ ամուսինը։ Հաստատ